Ինչու է Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին սպառնում պատերազմներով, եթե ինքն է բերել պատերազմները։ Կարևոր իմ փողը, բանկի փողը, տան ես կարողam այդտան բուժում։ Պետում է վախեցնում, դուխով տղա է, հա, ուզում է հարիվ մարդկանց բանանի, ոչ մի դեպքում։ Ինքը պետք է գնա, էներգու ուժերը գան, միանան, մենք իրանց կընտրենք։ Մենք պետք է զենք ունենանք, աղջիկ ջան, լավ զինվոր ունենանք, լավ մեջքիդ կաղնող հզոր պետություն։ Մենք մեր տարածքը շատ վատ է, վտանգավոր է ավելի շուտ, շատ վտանգավոր է։ Այդ որ ասում են Մոսկվան սենց, Ռուսաստանը սենց, մենք ուրիշ ճար չունենք։ Իրանց էլ ձեռ չի տալի այս տարածքը, այդտեղ թուրքական այդ ծրագիրը ներկայացնեն, մեր հարավը վերցնեն, մենք էլ մնանք շրջափակ, հələ լավ է, բախտներս բերելա պարսիկները թասեբով մարդիկ են, ամբողջ աշխարհի հետ պատերազմում են։ Պարսիկն էլ է մեր հարևանը, մեր բարեկամը։ Նիկոլի մասին էլ ասելու բան չունեմ, որովհետև ինքը չարժի որ երկար բաներ ասել։ Մենակ ինքը չէ, իր ամբողջ այդ շրջապատը։ Ալենը այդ թքան մայր ունեցող, դու ես այդ տղա։ Արենը, իրանց խումբ են թունյան մունյաններով, բանով, նախարարներով, բան է ստանում պրեմիաներ։ Մեր թոշակը այսքան է, 10,000 դրամ փող է տվել, հա։ Քթներից է բերում ջուր, ինձ պետք չի 10,000, փառք Աստծո, ապրում ենք, վատ չենք ապրում։ Աղջիկ է։ Ձեզ էլ ցանկանում եմ, որ դուխից չընկնեք, մեկը շուտ փոխվելու է, որ չփոխվեց Հայաստան չի լինի, են մյուս պետությունները վերացան, անունը պետություն է, բայց բանի Էրդողանի դրած ներկայացուցիչն է, մեր Սիրիան, նախագահան փախավ Ռուսաստան, Սիրիայի անունն է մենակ, նա Թուրքին է պատկան։ Ես ոչ թե կողմ եմ Նիկոլ Փաշինյանը, չէ, ես կողմ չեմ, ոչ էլ իրան քվեարկելու է։ Ամեն դեպքում ոչ Նիկոլ Փաշինյան, ոչ Քոչարյան, ոչ էլ Սամվել Կարապետյան։ Դե ասում է էլի չի լինելու պատերազմ։ Երևի խաբում է, որ իրան ընտրեն։ Կարող է սուտ ասում։ Մենք բոլորը շատեր իրան են ուզում, շատերը Փաշինյանին են ուզում արիչան։ Այնքան նուրբ բաներ կա, որ մենք ամեն ինչից տեղյակ չենք։ Պատերազմը վատ է, բայց մեր ջահելներ են, այդ ինչ արին, 5000 մարդ գնացին որոն։ Փաշինյանը ինչ որ ասում է, դա վախից է ասում, որովհետև այսօրվա դրությամբ ոչ մեկը դեռ չի պատրաստում մյուսին նեղություն տա, վնաս տա, երկիրը շատ խառը վիճակում է։ Մուսուլմանները խառնվել են քրիստոնյաների հետ, քրիստոնյաները մուսուլմանների հետ, նենց որ պլյուս դրան էլ մեր երկիրը փոքր երկիր է, մենք կախված երկիր ենք, մենք չպետք է ձեռք քաշենք Ռուսաստանից, ինչ որ ասեմ, բոլորը վերաբերվում է փոխադարձ հարգանքի ու վերաբերմունքի մեջ, մետե մենք, եթե հիմա ես ձեզ վիրավորեմ, դուք երբեք էլ չեք սիրի, այսօրվա դրությամբ երես դարձնել մի պետությունից, ով մեզ հաց ու ջուր է տվել, դա ամենամեծ սխալն է։ Դե ինչ ասեմ, աղջիկ ջան, բոլոր դեպքերում իմացեք, որ Փաշինյանի ասածը, Փաշինյանը ուղղակի, չգիտես, պատահականություն բادرել է ասեմ։ Մի բան պետք է ստի որ լինի կամ վախեցնի ավելի ճիշտ ժողովրդին։ Բայց մենք արդեն վախեցած ենք, չենք, թող ինքը վախենա ոնց է պատասխան տալու այդ իր դավաճանական գործողությունները։ Այդ մենակ ինքը կարա պատասխանել դրա։ Ես թվում է մարդկանց վախերի վրա է, էլի, մարդիկ ավելի շատ անհանգստացած են պատերազմից, չէ՞ որ ասենք եթե համար մեկ հարցը նայես, մարդիկ ինչ են ուզում, դա որ պատերազմ չլինի։ Ինքը այդպես է ասվում, որ մարդիկ մտածեն, որ պատերազմ չի լինի։ Եթե իրան ընտրեն, ինքը տենց է ներկայացնում։ Բայց ես ասենք անձամբ դրան համաձայն չեմ, էլի։ Դա օբյեկտիվ է, պատերազմը Իրանից չի կախված։ Եթե պետք է Հայաստանում կամ մեր տարածաշրջանում մեր հետ կապված, եթե պետք է չլինի, ուրեմն չի լինի։ Հիմա իրերի վիճակը այնա, որ չի լինի։ Ասենք ես տենց եմ տեսնում։
Իսկ ինքը տենց ասում ձայն բանան էլի։ Հա, որ ասի ինձ ընտրեք, որ չլինի։